Դիվանագիտական դպրոցը փուլ էր եկել, որ պատերազմող երկրի արտգործնախարարի տեղակալ նշանակեցիր, կյանքում ոչ միտեղ չաշխատացին, իսկ նախարար նշանակեցիր Թուրքի ագենտի մականուն կամ գուցե կարգավիճակ ունեցողին։ Բա նորմալ մասնագետ ունենայիր, կհելներ կհայտարարեր, պետք է բոլոր երկրները հաշվի նստեն Հայաստանի հեղափոխության հետ, այս տեսակետից պետք է հարաբերություններ զարգացնենք։ Քանի պատգամավոր ունես, որ բարձրագույն կրթություն չունի, ու դրանով հանդերձ օրենսդիր մարմնի անդամ է։ Ումից ես դժգոհ, Նիկոլ։ Նրանից ես դժգոհ, որ լուրջ կադրեր չեն ուզում քեզ հետ աշխատել, որովհետև անկանխատեսելի, անհավասարակշիռ մարդ ես, որը չի պատկերացնում ոչինչ պետական կառավարման համակարգից։ Կարող է մի օր չպատճառաբանված տրամադրության կտրուկ փոփոխության պայմաններում, ասենք գարնանային փոփոխական մի օր, առանց բացատրելու SMS ուղարկես, գործից հանես։ Դրա համար ամեն մեկը գալիս է փող աշխատելու, պարգևավճար ստանալու, գա ստանա գնա, քանդվող երկիր, քանդվող համակարգեր, ոչ մեկ լուրջ չի վերաբերում իր գործին։ Ձեզ վրա էլ հույս չի դնում։ Ձերի գարի անտեր էշ կարգախոսն է։